Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել հանդիպում նվիրված մինչև շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Կառուցման փուլում գտնվող շենքերի նկատմամբ հաշվարկվող անշարժ գույքի հարկի մասով կառուցապատողների հայկական ասոցիացիայի հասարակական կազմակերպության կողմից ներկայացված մտահոգությունների ու դիտարկումների քննարկմանը։ Հրավիրված գերատեսչությունների ներկայացուցիչների հետ համատեղ ներկայացված խնդրի մանրամասների քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հարցը մեկ անգամ ևս քննարկել Երևանի քաղաքապետարանի եւ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի հետ, խնդրի կարգավորման մասով պահանջվող օրենսդրական փաթեթի նախագիծ մշակելու նպատակով։ Ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, Երևանի անշարժ գույքի շուկան վերջին տարիներին ցուցադրում է կայուն աճ։ Ըստ պաշտոնական տվյալների 2024 թվականին համեմատած նախորդ տարվա հետ մայրաքաղաքում անշարժ գույքի գործարքների քանակը աճել է 12%-ով։ Ակնառու է նաև անշարժ գույքի միջին գների շարունակական աճը։ Այսպես, ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի տվյալների, բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Երևանի կենտրոն վարչական շրջանում 2024 թվականի հուլիսին կազմել է 900,000 դրամ։ 2023 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7,98% աճ։ Երևանում բնակարանների գինը բարձրացել է մոտ 8%-ով։ 2025 թվականի հունվար-փետրվար ամիսների շուկայի որոշակի պասիվացումը ըստ կառուցապատող ընկերություններից ստացված տվյալների հաղթահարվում է։ Մարտ ամսվա վաճառքի տեմպերն արդեն իսկ համադրելի են նախորդ տարվա ցուցանիշներին։ Մեր երկրների միջև գյուղատնտեսական ապրանքների շրջանառությունը 2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 16,2%-ով։ Այս մասին ասված է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Դմիտրի Վոլվաչի ռուս-հայկական գործարար խորհրդի նիստի մասնակիցներին ուղղված հայտարարության մեջ։ Ռուսական ապրանքների արտահանումը Հայաստան աճել է 9,7%-ով, իսկ ներմուծումը 21,8%-ով։ Կարծում ենք, որ հատկապես կարևոր է ոչ միայն նման բարձր դինամիկայի պահպանումը, այլև դրա համակարգված աճը, ասվում է շնորհավորական ուղերձում։